Ժորժան, մենք փողի խնդիր չունենք, չեք հավատում, դիտեք։ Փողի խնդիր չունենք։ Մեր երկրում այսօր միած կարող եք լսելից։ Մեր երկրում փողի խնդիր չկա։ Իմացեք։ Ժորժան, երկրի նախագահն ասում է մենք փողի խնդիր չունենք երկրում։ Հասկացաք, ասում է։ Հասկացանք։ Բայց այդ դեպքում ինչու թոշակները չի բարձրանում, նպաստներից ինչու են կտրում մարդկանց, միայնակ մայրերին, բազմազավակ ընտանիքներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, ինչու են կտրում նպաստներից, թոշակառուներին ինչու են կտրում նպաստից, հաշմանդամներին ինչու են կտրում նպաստից, երեխաներին հաշմանդամություն ունեցող ինչու են զրկում կարգերից եւ նպաստից, շաքար ունեցող երեխաներին, ինչու է պետպատվերը այդ իրավիճակում, առողջապահության ոլորտը մարզերում եւ Երևանում այդ վիճակում, ինչու է շտապօգնությունը բերում մարդկանց 1000 դրամով կիլոմետրը մարզերից դեպի Երևան, ինչու չկան բուժ կետեր նորմալ գյուղական համայնքներում, փող ունենք, հա, երկրում եւ այս վիճակում ենք պահում երկիրը, այս վիճակում ենք պահում ժողովրդին, երևի փող ունենք ասելով ունի իշխանությունը, միանշանակ ունի, մենք դա տեսնում ենք աշխատավարձներից, բարձր պարգևաճարներից, գործուղումներից, ճոխ ծառայական մեքենաներից, սպասարկումներից, համերգներից, ամեն ինչից տեսնում ենք, որ ճոխ փող ունի իշխանությունը։ Բայց եթե խոսում եք ժողովրդի մասին, իմացեք, որ ժողովուրդը չունի, ձեր ասած, այդ ամեն ինչը զրկված է օժանդակությունից։ Ժորժան, ես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն եմ, եւ ես կոչ եմ անում բոլորին, տարածեք այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններում ձեր խնդիրները, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, ինչ են ասում այս իշխանությունները, երկրում կա փող, բայց մենք այդ փողը ձեզ չենք տալու, դա է դուրս գալիս, հա, դուրս է գալիս, որ ձեզ չենք օժանդակելու, Ժորժան, մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք, շուտով կազդարարեմ, թե ինչ պետք է անենք, որ պահանջատիրությունը հասնի տեղ, որ մենք կարողանանք ստիպել իշխանություններին եւ պատկան մարմիններին աշխատել հանուն ժողովրդի, որովհետեւ քաղաքականությունը պաշտոնյաների մասին չի ու իրանց ճոխ կյանքի, քաղաքականությունը պետք է լինի մարդու համար ու մարդու մասին։ Ժորժան, խնդրում եմ, տարածեք, մեկնաբանեք ու բաժանորդագրվեք իմեջին ու երբեք չհուսահատվեք ու չհամակերպվեք անարդարության հետ։